Ինչն է հարցը, ասում եք չի կերել, թե որն է խնդիրը։ Գիտեմ, դու պետք է իմանաք այդ խոսույթը ձեր եւ պիլոտաժների։ Ինչից, որ սունկ է կերել, թե որ չի կերել այդ սունկը։ Ասում է դատական հայց է ներկայացնելու, որ մնացածը չեմ ուզում գտնել։ Այսինքն սունկ չի կերել։ Պետք է ուսումնասիրենք, կերել է թե չէ, դատարանը թող ուսումնասիրի։ Կարծեմ, ինձ թվում է ցանկալի կլինի բաց դատ լինի, որ դատարանը ուսումնասիրի, սունկ կերել է թե չէ, 1 տոննա թե ինչքան է կերել եւ որ պահերին է կերած եղել սունկ։ Օրինակ Facebook որ մտնում ես, մտածում ես, մոտապես գուշակում ես, կարող է հուսով եմ դա սունկն է, այսպես ասեմ։ Եթե այսպես է մեկնարկել ես խոսույթը, ավարտը ո՞նց է։ Տեսեք, այս ամեն ինչը մեր ժողովրդի համար առաջնային կարևորությունը ուրիշ բան է։ Կարապետյանի խոսույթի մեջ առաջնային բանը, որ երկրին պետք է մարդիկ պետք է իրենց տանը, իրենց գրպանի վրա, իրենց երեխաների կյանքի որակի վրա տարբերությունը զգան։ Սա պետք է մենք բերենք։ Հայաստանը ինչ է առաջարկում։ Առաջարկում է երկրի հիմնական գործը պետք է լինի առաջին իսկ օրվանից 3-4 ամսվա ընթացքում մենք մի քանի ծրագիր ենք անում։ Ծայրահեղ աղքատության ծրագիրն է 150,000 դրամ յուրաքանչյուր 5 հոգանոց ընտանիքին, ով ծայրահեղ աղքատ է։ Այդ գումարը տալու են հայ աշխարհի հարուստ հայ գործարարները 70%-ը եւ 30%-ը միայն մասնակցելու է պետությունը։ Ասեմ իմիջայլոց, ոչ ոք Հայաստանում չի կարող այդպիսի ծրագիր անի, որը համաշխարհային հայկական կապիտալի տեր, ոչ թե այն գործարարները, ով ստիպված են ձեռք սեղմում անել, հայկական սփյուռքի ոչ մի մեծ գործարար այս իշխանության կոչով չի անի այդպես բան։ Իսկ Սամվել Կարապետյան, դուք գիտեք, գրեթե բոլոր հայ մեծ գործարարները մեր ընկերներն են, գրեթե բոլոր Սփյուռքի մեծ գործարարները մեր ընկերներն են, դուք էլ բազմաթիվ անգամ տեսել եք, գիտեք, կարող եք ուսումնասիրել։ Սոցիալական ծրագրերից անդին նաև տնտեսական եւ անվտանգային հարցերն են, տեսանք տնտեսական անվտանգային տարածաշրջանային խնդիրներն են։ Դիվերսիֆիկացիայի մասին են խոսում այսօր իշխանությունները եւ անվտանգային եւ տնտեսական հնարավորությունները դուք ինչպես եք տեսնում, որովհետեւ ձեզ սովորաբար ասոցիացնում են Ռուսաստանի Դաշնության հետ, բայց տեսել ենք, որ վերջին տարիներին ավելի կորելացիան մեծացել է տնտեսական հենց այս իշխանությունների ժամանակ։ Այս դրան ինչ եք հակադրում։ Մի բան, անվտանգային տեսեք մեր երկրի անվտանգությունը